Ձերբակալվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նա մեղադրվում է խարդախության ու փողերի լվացման մեջ։ Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի ապօրինի գույքի գործով։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում է, հանդիպում է կայացել Միխայիլ Միշուստինի հետ։ Ռուսաստանը սպասում է Հայաստանի նոր կառավարության հետ հարաբերությունների զարգացմանը, ասել է Միշուստինը։ Երևանում ամենասուր խնդիրը խցանումների հարցն է, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մեքենաների աճի տեմպը գործողություններ է պահանջում, բայց այն պետք է լինի տրամաբանական, երբ ստեղծվում է հստակ այլընտրանք, հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, պատճառը Ուկրաինայում Սոկարի լցակայանի վրա կատարված անօդաչուի հարձակումն է։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները վերցնում են պատգամավորական մանդատները։ Հունիսի 1-ից 25-ը Բելարուսից Ռուսաստան է մատակարարվել 141 000 տոննա բենզին, գրեթե 2,5 անգամ ավելի, քան ամբողջ մայիսին։ Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է շուրջ 10 000 մարդ։